Տուգանք վճարիր, հետո վիճարկիր այն դատարանում։ Նման բան չկա, ապա տեղեկատվություն է։ Մամուլում միմյանց հակասող լուրերի շարքում է հայտնվել Արդարադատության նախարարության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ։ Բիզնես ոլորտի ներկայացուցիչների խոսքով, եթե օրենքն ընդունվի, դիկտատորական կարգեր են հաստատվելու։ Կարող են կամայական ընտրել ու օրինակ այնքան տուգանք սահմանել ընկերությանը, որ վիճարկումից դատը շահելուց հետո անգամ այն սնանկության կտանի։ Ցանկացած բիզնես կարող պայթեցնեն եւ փակեն արդեն ՊԿ, որովհետեւ օրինակ կգան 1 միլիարդ դրամ կգանեն բիզնեսին, բիզնեսը ստիպված կլինի օրենքով 1 միլիարդ դրամ վճարի, բայց հետո 2 տարի կդատվի, 2 տարի դեպ բարձր որ սխալ է տուգանքը 1 միլիարդի, օրինակ պետք է լիներ 50 միլիոն դրամ պայմանական կամ պետք է ընդհանրապես չլներ, բայց այդ ընթացքում բիզնես կսնանկանա, որովհետեւ ստիպված կլինի 2 միլիարդը վճարի, օրինակ օրինակ բիզնես կսնանկանա, այսինքն կարող սնանկացած ցածր բիզնեսի պայթեցնեն։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը եւս խնդիր է տեսնում առաջարկվող նախագծում, այն թերի է եւ պետք է մի շարք փոփոխությունների ենթարկվի։ Տարածվող լուրերի ֆոնին Արդարադատության նախարարությունն է հերքում տարածել։ Մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն։ Մինչդեռ նման տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Նախարարությունից արձագանքեցին, սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում, մինչդեռ բիզնես ներկայացուցիչները նույն կարծիքին չեն, խոսում են ռիսկերի մասին ու բացատրում։ Համերության կարգավարկը սա դուրս գալիս, եթե գալիս է ՊԿ տուգանում է բիզնեսին ու այս վիճակագրությունը ինքս վերջերս հանել, ՊԿ 80% դատերը պարտվում է, այս վիճակագրության պայմաններում այդ 80% սխալի դեպքում իրենք ոնց որ բիզնեսից գումարները գանձելու են, որը 2 տարի կօգտագործեն, 2 տարի հետո Հայաստանում դատերը միջինում 2 տարի են տևում, 2 տարի հետո գաղթի հետ կվերադառնեն, որը ըստ էության բիզնեսը մեղավոր չլինելով պատժվում է։ Նախագիծը քննարկման է դրվել մարտի 7-ին, 76%-ը դեռ դեմ է քվեարկել դրան։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով նախագիծը մի շարք ռիսկեր է պարունակում։ Միջազգային փորձը օրինակ բերելով տնտեսագետը կարծում է, նախագիծը պետք է հետ կանչվի։ Պետությունը բավական լուրջ խնդիրը չէ կանգնած պետական բյուջեն համալրելու եւ արդեն գնում է այն քայլերին, որ սովորաբար բանկերն են անում, այսինքն վերցնում են ավանդներ մարդկանցից, դրանք տալիս են ավելի բարձր տոկոսներով վարկառուներին եւ այսպես կարողանում են ընթացքում իրենց հարցերը կարգավորել։ Սա ճիշտ ձև չէ։ Ես սա մի տարբերակ ընդհանրապես նշեցի, բայց ամենավտանգավորը դա է, որ ոտնձգություններ են արդեն արվում սրանով մասնավոր սեկտորի նկատմամբ եւ սա հերթական են քայլն լինելու, որ ավելի պետք է խրտնեցնի ոչ միայն տեղացի ձեռներեցին, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր մտադիր լինեն ներդրումներ կատարել, իսկ դրանց թիվը գնալով, ինչպես գիտեք, փոքրացել է։ Գործարարները, փաստաբաններն ու տնտեսագետներն ահազանգ են հնչեցնում նախագծի վտանգների մասին, մինչդեռ նախարարությունը փորձում է համոզել, չկա վտանգավոր ոչինչ, իսկ նախագիծը քննարկման փուլում է։ Արդյոք հանրային քննարկումներին հաշվի կառնվի հնչող մտահոգություններն ու կարծիքները, պարզ կլինի մարտի 22-ին քննարկման վերջին օրը։